Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ապրիլի 4-ին տեղեկություններ են ստացվել, որ Արոջ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ կրակոցներ են հնչել, պարզվել է, որ նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում նույն գյուղի դպրոցի մոտ նույն գյուղի բնակիչ 34-ամյա Սամվելը իր մոտ ապօրինի պահվող որսորդական հրացանից մի քանի կրակոց է արձակել նույն գյուղի բնակիչ 31-ամյա Ֆահրադի կողմից վարած Mercedes ավտոմեքենայի ուղղությամբ, իսկ նշված ավտոմեքենայում այդ պահին եղել է նաև Արուջ գյուղի բնակիչ 20-ամյա Սերգեյը։ Կրակոցների հետևանքով վնասվել է նշված ավտոմեքենայի հետևի հողմապակին, հետևի ձախ լուսարձակն ու անվատ թևը։ Ոստիկանները փորձում են հայտնաբերել Սամվելին։ Տեղեկություններ են ստացվել, որ անցյալ տարվա հոկտեմբերի 1-ին Երևանում գործող Արթմեդ բժշկական կենտրոնից փախուստի դիմաց եւ տարիներ առաջ ինքնաձիգով Շենգավիթում Շենգավիցի Կյաժ Աշոտին սպանած Կոկո Մականվամ քրեական պատմություններով հայտնի Կոնստանտին Հունանյանը գտնվում է Վրաստանում։ Հայաստանի քրեական ոստիկանները Վրաստանի ոստիկանության գործընկերների հետ պարզում են Կոկոյի ենթադրյալ գտնվելու վայրն ու տակ հետքերով հայտնաբերում նրան, ով տեղափոխվում է Վրաստանում գտնվող համապատասխան բանդ։ Այս պահին կատարվում են թղթաբանական աշխատանքներ, որպեսզի Կոկոյին արտահանձնեն Հայաստան։ Ապրիլի 6-ին ահազանգ է ստացվել, որ Բաբայան փողոցի տներից մեկում անվտանգության համակարգ է միացել, պարզվել է, որ որևէ դեպք չի պատահել։ Տանտերերից մեկը հայտարարել է, որ ճիշտ է դուռը բաց է եղել, անվտանգության համակարգը միացել է, բայց որևէ մեկը մուտք չի գործել իրենց տարածք, գողություն չի կատարել։ Տանտերը ուժը հայրենյաց կուսակցության նախագահ Տիգրան Արզականյանն է։ 3 րոպեվա ընթացքում զանգից հետո իրենք եղել են դեպքի վայրը։ Մենք ուրախ պետք է լինենք, որ այսօր մեր ոստիկանությունը օպերատիվ գործում է իրենց պարտականությունը կատարում։ Ապրիլի 3-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին գնացել է Ֆուչիկի 21 հասցե ու դիտավորյալ մեքենա հրկիզել, պարզվել է, որ ժամը 22:10-ի սահմաններում Ֆուչիկի 21 հասցեի մոտ Շիրակի մարզի բնակիչ 61-ամյա Սերգեյը դիտավորությամբ դյուրավառ հեղուկը լցնելով իր քրոջ դստեր Երևանի բնակիչ 39-ամյա Սուսաննայի Mercedes ավտոմեքենայի վրա հրկիզել է այն, պատճառելով 1 միլիոն դրամ վնաս։ Իրավապանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Սերգեյը հայտնաբերվել եւ ձերբակալվել է։ Տեղեկություններ են ստացվել, որ մարտի 31-ին Երևանի բնակիչ 28-ամյա կնոջ նախկին ընկերը 39-ամյա Հ.Ն. նրան տուն տանելու պատրվակով նստեցրել է իր վարած BMW մակնիշի ավտոմեքենան ու ճանապարհից շեղվելով աղջկա կամքին հակառակ տարել Աչափնյակ վարչական շրջանի Սասուն հյուրանոց, որտեղ առաջացած խոսակցության ժամանակ կինը ցանկացել է դուրս գալ հյուրանոցից, սակայն տղամարդը կոշիկից հանել է դանակն ու տարբեր սպառնալիքներ հնչեցնելով նրա կամքին հակառակ տեղի ունեցել սեռական հարաբերություն, որից հետո լսելով աղջկա բազմաթիվ խնդրանքները նրան բաց է թողել։ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են միջոցառումներ։ Ոստիկանության կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հանրապետության փողոցի 32 հասցեում կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում դիկա պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Շինհրապարակում հայտնաբերվել է Շիրակի մարզի բնակիչ 66-ամյա Վահագնի մարմինը։ Նախնական տեղեկությունների համաձայն տղամարդը կառուցվող շենքի 7-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել։ Ոստիկանության Նուբարաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նուբարաշեն հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, որտեղ հայտնաբերել է կնոջ տիպ։ Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 71-ամյա կին է, ով ժամը 14:30-ի սահմաններում նշված 9-րդ բաժանմունքի ճաշասենյակում սնունդ ընդունելու ժամանակ հանկարծակի խեղդվելու մահացել է։ Ապրիլի 5-ին Երևանի Խաղաղդոնի փողոցում Երևանի բնակիչ 23-ամյա Դավիթն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել էլեկտրասյան անվթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Ապրիլի 6-ին շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նավուր Իծակար բնակավայրի միջանկյալ ճանապարհահատված, որտեղ հայտնաբերել է տղամարդու դիպ, պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ 45-ամյա Մայիս Օհանյանն իր վարած քառանիվով ինքնավթարի է ենթարկվել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Ապրիլի 5-ին Գեղի գյուղից դեպի Բանավան թաղամասնանող ճանապարհին Toyota Camry մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել շինության պատին։ Վթարի հետևանքով Կոտայքի մարզի բնակիչներ 41-ամյա Ավետիքը եւ 34-ամյա Գևորգը տեղափոխվել են հիվանդանոց։ Ապրիլի 5-ին Երևան-Երաս ավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչներ 62-ամյա Աշոտի վարած Mercedes մակնիշի բեռնատարն ու 32-ամյա Սարիկի վարած VAZ-2101 մակնիշի ավտոմեքենան։ VAZ-2101-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Ապրիլի 5-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհին Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Ալիկը իր վարած Nissan Rouge մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված տուֆքարով բարձված զիլ մակնիշի բեռնատարին։ Վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։ Պարզվել է Ալիկը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։
Ապրիլի 3-ին Վարդենիս Սոտք ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Հայկուհին իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին ու մի քանի պտուտ գլխի վեր շրջվելով հայտնվել դաշտում։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ապրիլի 4-ին Երևանի բնակիչ 37-ամյա Մանվելն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան Մեղրի ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին ու գլխի վեր շրջվել։ Վթարի հետևանքով ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 59-ամյա Կարենն ու 35-ամյա Հրաչյան տեղափոխվել են հիվանդանոց։ Ապրիլի 5-ին 911 ծառայությունը հազանգ է ստացվել, որ Սպիտակ խոշորացված համայնքի մեծ Պարնի բնակավայրում ավտոմեքենա է այրվում։ Հրշեջները մարել են կրակը։ Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի, բարեբախտաբար տուժածներ չկան։ Ապրիլի 1-ին քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացված տեղեկությունը Գորիսի Յոլյան Նրբանցքի 56-ամյա բնակչի մասին էր։ Ըստ տեղեկության վերջինս տանը պահում է ապօրինի զինամթերք, մեծ քանակությամբ մարիխուանա, բացի այդ աճեցնում է թմրաբույսեր։ Ստացված տեղեկությունները փաստաթղթավորվեցին եւ փոխանցվեցին նախաքննական մարմին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի եւ նախաքննական մարմնի ծառայողները նույն օրը զննեցին 56-ամյա տղամարդու տունը։ Արդյունքում հայտնաբերվեց ընդհանուր 3 կիլոգրամ 300 գրամ մարիխուանայի նմանվող զանգված, կանեփի բույսեր, պայթուցիչով նռնակ եւ 5.6 մմ տրամաչափի 50 փամփուշտ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի ապրիլի 4-ից 7-ը ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 198 դեպք, որոնցից 12-ը նախկինում կատարված, մասնավորապես թմրանյութի հայտնաբերման 37, տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալու 17, հոգեկան ներգործության 16, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, խարդախության 15, սառնզենքի հայտնաբերման 13, անձնական ունեցվածքի գողության 8, զենք զինամթերքի առգրավման 7, խուլիգանության 5, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու 4-ական, գույքը ոչնչացնելու, վնասելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու 3-ական, համակարգչային հափշտակության, կաշառակերության, թմրանյութի իրացման, կողոպուտի, պատմության եւ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի, այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց ացանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության, ինքնիրավչության, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, կանխամտածված սնանկության, հնեաբանական գտածոյին ապօրինի տիրանալու, մեկական դեպք է բացահայտվել։ Հայտնաբերվել է 11 հետախուզվող, գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունը մարտահրավերել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, 2 մարդ զոհվել է, 31-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։